Եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, Հայաստանի իշխանությունները կրկին հանրաքվե կանցկացնել լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտել է իրենց պետք է ունենալ նոր սահմանադրություն, որտեղ հղում չի լինի անկախության հռչակագրին։ Փաշինյանը վստահ է, դա նշանակում է տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Եվ եթե սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, ըստ նրա, գնալու են, հանդիպելու են ժողովրդի հետ, խոսելու են, համոզելու ու նորից են հանրաքվե անելու։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ 2023 թվականին Արցախում չեն կռվել լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է, թե հետախուզության ունեցած տվյալներով 2023-ին Արցախում արկա զենք զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված։ Փաշինյանը նաև հայտարարել է, թե ինքն Արցախի ներկայացուցիչներին ասել է, որ եթե հեռանան, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կցուցադրվի Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան, տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, հանրապետության տոնին կլինի ոչ թե զորահանդես, այլ հաշվետվություն։ Փաշինյանը կարծում է, որ զորահանդեսը կարող է խաղաղության օրակարգից շեղվելու, դրանից հրաժարվելու տպավորություն ստեղծել եւ պետք է աշխատել միջազգային գործընկերների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես հրաժարում խաղաղության օրակարգից։ Ազատության պողոտայի 19 հասեյում գտնվող նախկին կանանց մշակույթի տան չգործող 4 հարկանի շենքում բռնկված հրդեհի պատճառները հայտնի չեն։ Քննչական կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնել են, որ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ, այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում տեղումներ են սպասվում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, դրանց հետևանքով մարտի 26-ից 28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Մարտի 27-ից 28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա եւ Դեպետ գետերի ավազաներում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանի արտգործնախարար Աբբաս Սարախչիին եւ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին 4-ից 5 օրով հանել են իրենց թիրախների ցուցակից, որպեսզի նրանք կարողանան մասնակցել բանակցություններին։ Wall Street Journal-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։ Միաժամանակ նշվում է, որ բանակցությունները դեռևս կասկածի տակ են։ Արախչին վերջին հայտարարությամբ պնդել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել, սակայն արաբ միջնորդները նշում են, որ Թեհրանը մասնավոր զրույցներում մեծ ճկունություն է ցուցաբերում եւ պատրաստ է լսել առաջարկներ։ Այնուամենայնիվ երկու կողմերն էլ ներկայում ներկայացնում են պահանջներ, որոնք զգալիորեն գերազանցում են պատերազմից առաջ քննարկվածի շրջանակները, ասվում է հրապարակման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ճնշում է գործադրում Կիևի վրա իր զորքերը դուրս բերելու Դոնբասի մնացած մասից։ Սա ըստ նրա թույլ կտա որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ Միացյալ Նահանգներից։ Սակայն Զելենսկին Դոնբասից հեռանալը համարում է սխալ եւ վտանգավոր քայլ, այդ թվում Թրամփի համար։ Հունվարին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կիևի դիրքորոշումը տարածքների վերաբերյալ չի փոխվել եւ որ փոխզիջումները պետք է փոխադարձ լինեն։ Նա նաեւ հավելել էր, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ անվտանգության երաշխիքները 100%-ով պատրաստ են եւ Կիևը սպասում է, որ դրանք կստորագրվեն։